մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին։ Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում, մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաեւ ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չեմ ասի, որ այդ խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է, բայց դրա հիմնաքարը դրված է, հաշվի առնելով, որ արդեն մենք ունենում ենք ըստ էության 100% համալրում պահեստազորի 25-օրյա հավաքների, սա նշանակում է, որ մեր օրենսդրական փոփոխությունները, մեր պատկան մարմինների հետևողականությունը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարություն եւ տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությունը, ինչպես նաեւ այս վերջերս մենք արդեն հնարավորություն ենք ընձեռնել նաեւ սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանությանը եւ կարծում եմ սա նույնպես տալիս է իր դրական պտուղները։ Մենք էական ներդրում ենք կատարել նաեւ կապիտալ շինարարության ոլորտում։ Ես մի քանի թիվ կհնչեցնեմ, որոնք շատ խոսուն են։ Մասնավորապես կանդրադառնամ կապիտալ ծախսերին 2018 թվականին։ Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ եւ խոսեմ 2025 թվականին։ 2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են ուշադրություն 57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Սա իհարկե ապահովում է եւ ամրաշինական կառույցների շինարարությունը եւ զորանոցային ֆոնդի շինարարությունը եւ իհարկե նաեւ կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաեւ վերանորոգումները եւ մեղմ ասած սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում։ Շատ է խոսվում նոր համազգեստի անցման մասին, այդ թվում նաեւ քննադատություններն են հանրային տիրույթում, ընդդիմադիր գործիչների կողմից, հարգելի գործընկերներ, կարծում եմ այս հարցը որոշակի պարզաբանման կարիք ունի։ Ես բազմիցս հնչեցրել եմ, որ մենք տարեվերջին կունենանք, դեռևս 2025 թվականին եմ հնչեցրել, կունենանք նմուշները եւ ըստ էության մենք այդ նմուշները ունեցել ենք, բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք կատարել ենք ամբողջական գնում։ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Սա իգիտություն նաև տեղական արտադրամասերի, ընկերությունների, ում մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է նաև գուցե արհեստականորեն։ Ամերիկյան Միլկելն ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պիտի ներկայացնեն փորձանմուշներ, դրա համար նաև տեխնիկական նկարագրեր եւ այսպես կոչված լեկալներ։ Բայց սա ենթադրում է, որ այն զուգահեռ պիտի ունենա որոշակի խմբականակ փորձանմուշներ, որը այս փուլում արդեն զինված ուժերում անցնում է զորային փորձարկում, որից հետո 26 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները, բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպեսին պիտի լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Մենք հստակեցնում ենք նաև այս փուլում առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները որոշակի խմբականակով, դա նույնպես կանցնի իր փորձարկման փուլը եւ 26 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։ Կարծում եմ այսքանով այս հարցի շուրջ քննարկումները եւ շահարկումները պիտի ավարտենք։ Կարևոր բարեփոխում եմ համարում 18-ից 20 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կանանց ներգրավումը բանակում։ Պիտի նշեմ, որ այս փուլում չնայած նախկինում եղած շահագրգիռ հայտարարություններին, մեղմ ասած տեմպը ինձ համար գոնե գոհացուցիչ չէ, բայց ասել, որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ, որովհետև արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը մոտավորապես 70%-ը հետագայում
զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Սա կարևոր եմ համարում եւ նաեւ վերաբերում է այս եւ հաջորդ զորակոչերին եւ նաեւ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, իգական սեռի ներկայացուցիչներին, նրանց ծնողներին, ինչու եմ շեշտադրումը դնում նաեւ ծնողների վրա, որովհետեւ այստեղ մեր մոտ կա պատկերացումների, մենտալիտետի, ավանդույթների, այսպես ասած, բախում ծրագրի կամ աղջիկների ցանկության հետ։ Եվ կարծում եմ մենք այս խնդիրը պիտի հաղթահարենք համատեղ ուժերով, այդ թվում նաև հետևողական աշխատանքի եւ հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին այցելել կանանց գումարտակ, լուսաբանել, այդ թվում նաև կենսապահովման միջոցները, բնակապահովման միջոցները ինչպիսին են, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց քույրերին, դուստրերին զինվորական ծառայության ուղարկելու կամ թույլատրելու, չնայած խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց։ Եվ պիտի նշեմ, որ այս ծրագիրը նաև թույլ է տալիս, որպեսզի մեր սիրելի կանայք եւ աղջիկները կարողանան մասնակցել նաև պաշտպան հայրենիաց ծրագրին, այսինքն 6 ամսյա ծառայությունից հետո նրանք կարող են շարունակել իրենց ծառայությունը, պայմանագրային կամ պրոֆեսիոնալ ծառայությունը, նաև որպես պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներ։ Շատ եմ կարևորում ատեստավորման գործընթացը, որը 2025 թվականին շարունակվել է։ Սա մի ծրագիր է, որի մասին արդեն ըստ էության բոլորը գիտեն, բայց մանրամասներին գուցե ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է եւ մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին, նաեւ զինծառայողների մոտիվացիայի եւ վերաբերմունքի մասին է, որը փոփոխության է ենթարկվել էապես։ Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա շեմը հաղթահարել է, այսինքն մասնակիցներից 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարում, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը էապես մի քանի անգամ ավելի պակաս էր։